Ժողովուրդ ջան, այսօր ամսի 27-ն է 2025 թվականի դեկտեմբերի 27-ը, վերջապես ծուն եկավ, չիտես էլի մեկ կողմից լավ է, մեկ կողմից վատ է, գյուղացիների համար լավ է, որ կոնե պերք եղնի, բնական է, քաղաքացիների համար վատ է կոնե, կսես թե գտորը մարդիկ գազի մազի փող քիչ ծախսեն, բայց ամենայն դեպս ծմերվան ծունը պետք է էլի մի թեթև դեգուս սիրունության համար մենք գտնվում ենք որ փողոցն է Խանջյանն է, չէ՞։ Որն է։ Սիգարետին է։ Դուք Խանջյանն է ինչ կան գիտեմ։ Ռեպին են կոմինն է, հա։ Դες էլի։ Այսօր դիա որոշել եմ երթամ Երևան։ Հետո է որոշի ճամփենք կետորեմ նկարեմ էլի, չկան էլ եղնի էլի, ինչ էլ նկարենք էլի բան է, չնայած տասնյակ անգամ նկարահանած նույն տեղերով կերտանք, բայց թե գիտեմ որ մարդիկ, որոնք որ այս տեղերը կաբրին, որտեղ որ ես նկարեմ գա, ամեն օր է ցույց տաս, շատ մեծ հաճույքով գնահել մանավանդ որ ժողովուրդ ջան արեքը մի հատ հետաքրքիր բան որոշենք, նու որոշելը որն է ճիշտ ասենք էլի որ եթե նայես կես 10 քանի 7 տարվա նկարահանումներին մենք չոտքի նկարել ենք թե քաղաքը ինչ որ կձևափոխվի բաներ որն է շատ բաներ կան քաղաքում տներ, շինություններ, փողոցներ, այսին որոնք որ կադարելապոս ձևափոխվել են, ավելի լավացել են, սիրունցել են, բաներ կան քանդվել են, տեղերը նոր շինություններ, դո չիտեմ ինչ, նեսկոմենկոն, աներեկան որ հինն է մնացել, ուսենք մարդկանց, որոնք որ դրսում կավրին այդ հին իրանց ապրած տեղերը, շատ հետաքրքիր, շատ հաճելի զգացմունքներ կառաջացնեն։ Հասանք Ղարիմյան հայրիկ, փողոցի Խաշմերուդին, առաջվա Թբիլիսյան։ Դա առայժմ այս ճամփու վերեն հեչ բան չի ձևափոխվել, սաղ մնացել է նույնը, թազա շինությունները շենքեր չկան։ Ձուն է գալիս, քաղաքում ձուն է գալիս։ Եթե մենակ օն է այս երգորը նոր տարին սիրուն եղնի, երեխեքը կուրախանան չհալի էլի երտա որովհետև թե շատուքի ես մի երգոր առաջ տակ էր ընտամենը երգորը առաջ ես նկարել եմ տեսել եք ծնոք ու կա կետին կնի ու սր մի անգամից հալի գեմ Այդ ճամփու վրա է ապրել, չայ եկող են դրեք, արջիվում ձեր սիրած քաղաքի հաճելի տեսարաններ են։ Հնարավորության չափ դանդաղ կքշեմ, իշքան որ հնարավոր էր հետևից դիրիք չտան, կամերայի մեջ կնայեմ ժողովուրդ ջան ու ուսենք օբյեկտիվ դուրսը ցեխոտ կերտոտ մուդար եղանակ է բայց կամերայի մեջ շատ սիրուն կերևա այս կախարտական ծամփատիլները մանավանդ Ջերմակ պատիլները
ասի վարչապետը, եկեք արձանագրենք, որ քաղաքը կամաց դեպի լավը կփոխվի։ Ոտիկ շնորհիվ եմ մարդկանց, որոնք որ այստեղ կաբրին, կարարեն, ու մեր բոլորի սիրած քաղաքը չեն թողնի վերածվի ավերակների։ Անես շենքերը երկրաշարժից առաջ կան, կան, որ ինչքան ժամանակ պետք է եղնեն։ Աղել կանգնում են բնակելիները։ Սորսենք թազաշենք շինություններ չկան, այս ցեխ մեղնել որ եղնից պես մաքուր շեսկի երկրաշարժից առաջվա լեննագանը, մեկը մեկով, абсолютно один к одному, момент որ դիտրի տակ չկրես որ թիվն է, չես է ջոկի, 2026
Անուշարան մնաց, քանդին, ջարդին, ծախին, որոշեցին տեղը քարֆուր սարքել, քարֆուր է տեղում, Անուշարանը մնաց անուշ հիշողությունների մեջ։ Ինչն է հետաքրքիր ժողովուրդ, ցանկացած պետության գրախի դեպքում, քանդվելու դեպքում հասարակությունը բաժնվի շերտերի, շերտավորվի կառաջանա հարուստների մեջ շերտը, որոնք հիմնականում գող ավազակ մարդիկ են, մենակ Հայաստանի չի վերաբերվի, Ամերիկայի հիմնման վաղտվանից սկսած Ռուսաստան կապ չունի։ Այսինքն այդ շերտավորման ժամանակ հասարակության մի մասը ընդհանուր հանրային ունեցվածքը դարձնե սեփական ունեցվածք ու տետարանից էլ հետո արդեն մի մասը մեռնինգը իրարի ձեռից կառնեն, ես ինչ գիտեմ, խելել էս կոմենկոմ, բայց վերջ չէ, ինչ որ մի մասն էլ սյոտիկի մնակ, չէ։ Ու այդ մարդկանց մի մասը, որոնք այսօր մնացել են, մի կոնկրետ պսենք ով են կան, այդ մարդիկ համոզված են, որ իրանց աշխատանքը, իրանց ունեցվածքը ձեռք է բերված աշխատանքով։ Դե մարդիկ սաղեքս են, որ մեր սա ընտանիքի ունեցվածն է, մենք աշխատել ենք, ես ենք երեխին ենք իտակդալ է։ Համաձայն է, հնիսենք այդ մարդը ունի զավոդ, ունի գույք, այդ զավոդը իրան ինչ-որ գործ աշպան փող կբեր է, այդ զավոդի բերած փողը զավոդի աշխատանքն է, բայց հարց այդ զավոդը ուտեղից քեզ, չէ։ Հիմի այդ մարդը կնան սեոր դե ժամանակին ձեռք ենք բերել, դո ես ինչ գիտեմ վաուչերով, փողով, ծանոթության միջոցով, պաշտոնի են եղել որոշ մարդիկ իրանց վրա են գրել իրանց հարազատների, մեր խոսքով։ Իսկ ոչ թե քննադատություն է, այլ ասենք իրողությունների փաստարկում։ Ու այդ մարդիկ կազմեն ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բոլոր ցանկացած կետի վրա գտնվող պետության հիմքը, իսկապես հիմքը, որովհետև այդ պետությունների ունեցվածքի մեծ մասը կենտրոնացված է այդ մարդկանց ձեռքերում։ Ու եթե անցել է ժամանակ, ասենք մի պակալենի, երկու պակալենի, ասենք Ռոքֆելերները, Ռոշիլդները, то есть ինչ գիտեմ, Բարուխ, Մատոս, Կիկոս, սաղնեք, ասեն որ դե մեր պաբերը եղել են այն ժամանակին պես, բայց փաստացի մենք ունեցել ենք, ժառանգել ենք այս հարստությունը, մենք այսօր ինչ-որ գործունեություն կենենք։ Բայց շատ անգամ, ոչ թե շատ անգամ, մենք ականատես ենք այն բանի, որ հետ սովետական շրջանի բոլոր հարուստները մարդկանց իրանց հարստությունը ձեռք են բերել նույն սխեմայով, կողոպուտի, թալանի, ես ինչ գիտեմ, արտասպանության, ճանապարհներով, ու այսօր իրանք մեզի համոզեն որ դիք իրանց ընտանիքի ունեցվածքն է։ Իսկ ազգի մի մասը, անձինս ձեզի, հենց այդ ամեն ինչի պատճառով հայտնվել են դրսում պետությունից դուրս, որովհետև բոլորն էլ համոզված են եղել, որ սովետական միությունում ապրելով հանրային ունեցվածքի, այդ զավոդը, այդ փողոցը, այդ ես ինչ գիտեմ կոլտնտեսությունը եղել է բոլորի ունեցվածքը, քեզ էլ ինչ-որ մի բաժինում կհասնի, բայց այդ բաժինը չի ասել, որովհետև մարդկանց բաժնեցին թղթիկը դորներ, որը ոչ մի բան չարժեր, հանը վաուչերներին 10,000 ռուբլի էր, ինչ էր, որը միտոկում մարդիկ մի հարավովը որը մածով ծախ էին գը, մարդիկ էլ հավաքեցին, հոտ, ու հմի արդեն կապ չունի ինչ իշխանություն կա, մեր իշխանությունը մյուսի ձեռից խլելով է զբաղված, այսինքն այսօր ներկաները խլում են երեկվա նախկիններից ու հենց այդ պատճառաբանությամբ, որ դուք ժամանակին եղնելով իշխանություն տարել եք, հիմա մենք էլ ձեզնից կտանենք, այսինքն լագիչն է, որ մտածենք է, եկուց էլ պետք ուրիշ իշխանություն կա իրանց ձեռից տանի, էլիքս եմ ժողովրդիկ
Հայաստանի մասին չէի մսված, ոստը քանի որ մենք համաշխարհային պես պետությունների մի մասնիկն ենք տնտեսության, նույնն էլ մեր մոտ է կատարվում, այսինքն կողը կողից կողացավ, Աստված տեսավ, զարմացավ։ Ու շատ քիչ մի հատ մասսա կա, որոնք որ իրանց, այսպես ասած, ունեցվածքը դիզել են իսկապես աշխատանքով, ունենալով 0 կոպեկ երկրաշարժից հետո, այդպես եմ սովետականության քանդվելուց հետո, գնացել են աշխարհներում, ստեղ ընտեղ, ես ինչ գիտեմ, աշխատել են, տանջվել են, բերել են ինչ-որ մեծևով պետությունը կզարգացեն են։ Խոսքով ժողովուրդ ջան, խոսքին գանք, այրոպորտի պավառոտներ մրցավ, քաղաքից դուրս եկանք, Լեննագանը, այսպես ասած, Լեննագանի տարածքը, ավելի շուտ Լեննագանի տարածքը մրցավ քաղաքի։ Կերտանք դեպի Ազատան, բան չկա ստեղ, սարկած որսեմ, թե ես ինչ բան է նայեք, սարկած է, փոխած է, ես ինչ գիտեմ, պրոստը ճանապարհներ ասֆալտել են, մեր մոմենտը միշեք կս ավսեմ այլանդակ վիճակ էր ստեղ, տանկադրում եմ են իշխոր։ Եկել ենք, ստեղ Ազատանի խաչմերուկն էլ նկարենք, ինչ որ մեմ ասում էլ ազատանցիներ երևի տեսնենք, ուսեն որ իրանց քաղաքներ, քաղաքը դե գյուղաքաղաք է, դե ինչ էշտ է, գոնե մի փոքր մասնիկ մեզ տեսնենք, գոնե, որ համար այսօր թե չեմ անջադե ադուկ մինչև հասնենք դաց խաչմերուկը, քաղաքի միջով չենք անցնի, չնայած անցյալ տարի էր, երբ ես ճանապարհները քաղաքի միջով էին, Ազատանի միջով էին, ճանապարհները արդեն սարքել են, Ազատանի խաչմերուկը հասանք, սպեսով ավարտենք մեր այսօրվա նկարահանումները, լավ եղեք, չայ խմեք, չմրսիկ, չի վննակ, ամենայն բարիք բոլորիդ, խաղաղություն, սեր համերաշխություն ու բարի հիշողություններ բոլորին։ Ամեն շնոր հանդիպումներ